Իրանում վերջին օրերին զանգվածային ցույցեր են տեղի ունեցել իրանական ռիալյան նախադեպ անկման ֆոնին։ Ցույցերը սկսվել են անցյալ շաբաթ Թեհրանի գլխավոր շուկաներում, որտեղ փակվել են խանութները։ Այնուհետև ցուցարարները դուրս են եկել հրապարակներ։ Ցույցերի ֆոնին փոխվել էր Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը։ Բողոքի ակցիաներն ընթանում են երկրի 31 նահանգներից 26-ում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ կառավարության մի քանի անդամներ նշել են, որ ցուցարարների պահանջներն ընդունելի են, հայտարարելով տնտեսական նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին։ Իրանի Մեջլիսի նախագահն իր հերթին հայտնել է ցուցարարների օրինական պահանջները բավարարելու պատրաստակամության մասին։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են ցուցարարների կողմից անկարգությունների եւ իրավապահների վրա հարձակումների դեպքերի մասին, չնայած հավաքները հիմնականում խաղաղ բնույթ են կրել։ Որոշ քաղաքներում հնչել են նաեւ հակակառավարական կոչեր։ Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների ցույցերի ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել, մոտ 1000-ը ձերբակալվել։ Հրապարակումների համաձայն ցույցերի մասշտաբները զգալիորեն նվազել են։ Այնուամենայնիվ որոշ վայրերում ակցիաները դեռ շարունակվում են։ Իրանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի խոսքով Վաշինգտոնն ուշադիր հետևում է զարգացումներին եւ խստորեն կարձագանքի, եթե իրանցի ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվի։ Ավելի վաղ Թրամփը նաեւ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կգնա իրանցիներին օգնության, եթե խաղաղ ցուցարարներ սպանվեն։ Նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է ազգային անվտանգության տեսանկյունից հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը։ Այժմ Գրենլանդիայի շուրջ ռուսական եւ չինական նավեր են, ասել է Թրամփը։ Նրա կարծիքով Եվրոպական միության շահերից եւս բխում է, որ Գրենլանդիան անցնի Միացյալ Նահանգների տիրապետության տակ։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն արձագանքելով Թրամփի հայտարարությանը հիշեցրել է, որ կղզին Դանիայի թագավորության մաս է։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։ Դանիայի թագավորությունը եւ հետեւաբար Գրենլանդիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում եւ դաշինքի անվտանգության երաշխիքների տակ գտնվում, նշել է Ֆրեդերիկսենը։ Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենն իր հերթին Թրամփի հայտարարությունը լիովին անընդունելի է որակել, հիշեցնելով, որ Գրենլանդիան տասնամյակներ շարունակ եղել է ԱՄՆ-ի հավատարիմ բարեկամը։ 57000 բնակչություն ունեցող կղզին, որը գտնվում է Դանիայի կազմում, 2009 թվականի համաձայնագրով անկախություն հռչակելու իրավունք է ստացել։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում որոշ վերադասավորումներ են տեղի ունեցել։ Սերգեյ Կիսլիցան, որը զբաղեցնում էր արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, նշանակվել է նախագահի գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար է նշանակվել ուկրաինական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Այս պաշտոնում նա փոխարինում է Անդրեյ Երմակին, որը հեռացվել է կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Իսկ տնտեսական զարգացման հարցերով իր խորհրդականի պաշտոնում նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշանակել է Կանադայի նախկին փոխվարչապետ Քրիստիա Միևնույն ժամանակ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Կիևը հայտնել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 9 հրթիռ, ավելի քան 160 անօդաչու թռչող սարք։ Զապորոժիեում ռուսական անօդաչուի հարվածից 1 մարդ է զոհվել։ Կիևում թիրախավորվել է մասնավոր հիվանդանոցներից մեկը։ Բացի այդ, մայրաքաղաքում 1 մասնավոր տուն ավերվել է, 13 տուն, մեքենաներ եւ 1 բարձրահարկ շենք վնասվել։ 2 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել։ Իսկ ռուսական կողմը հայտնել է Մոսկվայի շրջանում եւ Ռիազանում ուկրաինական 3 ԱԹՍ խոցելու մասին։ Ոստիկանությունը նույնականացրել է Շվեյցարիայի Կրանմոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարերից մեկում հրդեհից զոհված բոլոր 40 անձանց մարմինները։ Զոհերը 14-ից 39 տարեկան են։ Նրանց թվում կան 10 երկրի քաղաքացիներ։ Բացի 40 զոհից եւս 119 մարդ վիրավորվել է։ Բարը կառավարող ֆրանսիացի զույգի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Ըստ նախնական տվյալների, ամանորի գիշերը տեղի ունեցած հրդեհի պատճառ կարող էին դառնալ շշերի վրա դրված բենգալյան կրակները, որոնք առաստաղին շատ մոտ են պահվել։ Կրանմոնտանայում հարյուրավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։